Բարև ընկերներ եւ ոչ միայն ընկերներ, ինչպես անցած անգամ ես ասացի, այսօր խոսալու եմ մի քանի բառի մասին, ինչ որ տարածվածքների մասին, իսկ վերջում ինչ որ բառարանի մասին։ Իհարկե, ես մի քանի բառ ընտրել եմ, բայց սրանք կարող են հարյուրավոր բառեր լինել։ Առաջինը դա պարծենալն է։ Օրինակ ես հաճախ եմ լսում հայերից հետևյալ հարցը, արդյոք ես պարծենում եմ, որ հայ եմ։ Իսկ պարսիկները հարցնում են, որ դու պարծենում ես, որ պարսկաստանցի ես։ Ուրեմն սրա պատասխան ամենահետաքրքիր պատասխանը, որ ես տեսել եմ, Ջորջ Քարլենի պատասխանն է այս հարցին։ Ձախ կողմ անգլերեն, աջ կողմը թարգմանություն։ Ուրեմն Ջորջ Քարլենն ասում է. Ես երբեք չէի կարողանա հասկանալ էթնիկ կամ ազգային հպարտությունը, որտեղ ինձ համար հպարտությունը պետք է վերապահված լինի այն բանի համար, որին դու ձեռք ես բերում կամ ձգտում ես ինքնուրույն ձեռք բերել, այլ ոչ թե այն բանի համար, որ տեղի ունեցել պատահական ծննդաբերության հետևանքով։ Հայ լինելը կամ պարսիկ լինելը հմտություն չէ։ Դա մի գենետիկ պատահար է։ Չես ասի, որ ես հպարտ եմ, որ 152 սանտիմետր եմ, ես հպարտ եմ, որ հագված եմ հաստաղիքի քաղցկեղի, ուրեմն ինչու ես հպարտանում, որ հայ եք, կամ իտալացի, կամ ամերիկացի, կամ որևէ այլ բան։ Սա շատ սիրուն բացատրություն էր։ Ես եւ ինքս մի բան ավելացնեմ Քարլենին, որ նրանցով, որ մենք պարծենում ենք, իրանք ոչ մի պարծենալու բան չունեն, իրանք իրանց աշխատանքով արդեն ցույց են տվել ինչ են եւ մարդկության ինչ են տվել։ Օրինակ հայերս պարծենում ենք Միկոյանով, Խաչատուրյանով, Ալիխանյանով եւ այլն, իսկ պարսիկներն ասում են, որ մենք Սաադի ունենք, Հաֆեզ ունենք, Խայամ ունենք։ Այս մարդիկ ես վստահ եմ, որ իրանք նույնիսկ չեն էլ պարծեցել, որ պարսիկ են, հայ են կամ պարսիկ են, որտեղ իրանց աշխատանքն է, որ իրանց տվել է այդ մեծությունը։ Ուրեմն նրանք, որ պարծենում են, ըստ ինձ, նրանք են, որ իրանք ոչինչ չեն արել, ոչինչ էլ մտադիր չեն տան այդ կուլտուրային կամ մշակույթային, այս գիտնականներով պարծենալ իրանց համար իդենտիտետ սարքել է։ Այսինքն իրանք ուզում են այս մարդկանց, այս մեծերի իդենտիտետով իրանք ցույց տան, որ իրանք էլ պատկանում են այդ մեծ ազգին։ Երկրորդ բառը, որ ես ուզում եմ խոսամ մասին, դա Հայաստանում ասում են բաշարող, իսկ պարսկերեն ասում են զրանք։ Սա շատ բացասական բառ է եւ իր օգտվելը եւ իմաստը շատ բացասական է եւ կարող է բերել աղետների։ Իսկ դա ինչ է նշանակում։ Օրինակ, եթե մի հատ շարք հա մի բանի համար, մի հոգի գալիս է, այն շարքի սկիզբը մտածել խցկվում է շարքի մեջ եւ իր ինչի համար որ շարքեր, եթե ապրանք էր, հաց էր կամ ինչ որ բան, առնում է։ Ուրեմն Պարսկաստանում այս մարդին ասում են զրանք, այսինքն անհարգել բոլոր դրանց, որ շարքի մեջ կանգնած են, կամ մտնի եւ իր գործն անի։ Շատ ուրիշ բաներ էլ, օրինակ Շվեդիայում հաճախ ենք հանդիպում, երբ որ դու իսկական ճանապարհից ուզում ես թեքվես դեպի աջ եւ աջ թեքվելու դեպքում տեղ մեքենաների շարք հա կանգնած, որոշ մարդիկ գալիս են այդ, այսինքն շվեդացին կգա շարքի վերջ կկանգնի, եթե, այսինքն շարքի վերջը իր ավտոով կկանգնի, եթե նույնիսկ 1 կիլոմետր լինի, բայց դրսեցի գալիս են, գնում են շարքի առաջը եւ խնդիրներ են առաջացնում տրաֆիկի համար, որ մեծև խցկվեն, արագ դուրս գան։ Այս ընդամենը 5 րոպե կամ 10 րոպե տարբերություն է ժամանակի մեջ։ Շվեդացին երբեք այդ գործը չի անի, շվեդացին երբեք շարքից դուրս մի գործ չի անի։ Իսկ սա թվում է թե շատ հասարակ մի բան է, ես կարող եմ ասեմ ոչ, սա հասարակ չէ, հասարակ բան չէ,
դրանք ինչ խցկվում են շարքի մեջ, սրանք են մարդիկ են, որ հետո կարող են կաշառք տան իրանց գործերն առաջ գցել եւ իրանց երկրներ դառնում է Հայաստանի եւ Պարսկաստանի նման, ոչ թե Շվեդի նման։ Երրորդ բառը, որ ես շատ կարևոր եմ կարծում բացատրեմ, դա մտավորական եւ մասնակետն է։ Այս բառը Պարսկաստանում շատ են սխալվում, նույնիսկ Հայաստանում էլ ես նկատել եմ, օրինակ Պարսկաստանում ուսանողը, որ ընդունվում էր համալսարան, իրան ասում են դանեշջույը ռոշանֆեկր, այսինքն ազատամիտ կամ բաց հայացք ունեցող open-minded ուսանող։ Բայց ես իմ կուրսեցիների մեջ շատ կուրսեցիներ ունենք, որ շատ լավ մաթեմատիկ, շատ լավ ֆիզիկա, շատ լավ ուսանողներ էին։ Էլեկտրոնիկ էին սովորում, բայց իրանք այն տեսակետին են, որ ռադիո լսել կամ տելևիզիոն նայել հարամ է։ Այսինքն շատ մոլերանտ կրոնականներ։ Սրանց մեջ ես ոչ մի open-minded կամ բաց հայացքի տեր մարդիկ չէի տեսնում։ Ուղղակի այնտեղ ասում ենք, օքեյ, մարդ կարող է այսպես էլ լինի։ Մի օրինակ բերեմ Հայաստանից օրինակ, եւ դա բժշկականում մի հատ պրոֆեսոր կար Մխյան անունով, միկրոբիոլոգիայի պրոֆեսոր էր եւ ինքը հրճակված էր նույնիսկ սովետական սահմաններից դուրս, բայց այս մարդը իր մոտ տանակ էր պահում եւ ամուսնացավ իր աղջկա ընկերուհու հետ, որ 30 տարի իրանից փոքր էր։ Ուրեմն այս մարդը շատ լավ կրթված է, շատ լավ գիտնական է, բայց ինտելիգենտ չի։ Այս մարդը մասնակետ է։ Ուրեմն մասնակետ եւ ինտելիգենտը նույնը չեն։ Մի հատ մասնակետ կարող է խուժան լինի, բայց ինտելիգենտը խուժան չի կարող լինի։ Իսկ պարսիկ ընկերներիս համար ես այս տարբերությունն ասելու համար միշտ օրինակ եմ բերում Մահմուդ Ահմադինեժադ, մեր նախկին պրեզիդենտներից մեկը եւ Ֆուրուղ Ֆարոխզադը, որ մի հատ բանաստեղծ է։ Օրինակ Մահմուդ Ահմադինեժադը ինքը դոկտորական ունի, PhD ունի եւ շատ լավ սովորող է եղել է։ Բայց ինքը դեռ հիմա էլ կարծում է, որ Էմամը Զամանն է, որ աշխարհը կառավարում է։ Իսկ Ֆուրուղ Ֆարոխզադը 10-րդ դասարանի կրթություն ունի։ Այսինքն այս օրինակից հետո պարսիկները արագ կարողանում են կողմորոշեն, որ Մահմուդ Ահմադինեժադը մասնակետ է, իսկ Ֆուրուղ Ֆարոխզադը ինտելիգենտ։ Իսկ ամենահետաքրքիր բանը, որ ես տեսել եմ ինտելիգենտի բացատրության մասին, դա Լերմոնտովի բացատրությունն է, որ ասում է ինտելիգենտ նա է, որ ինքը իր հայրը եւ իր պապիկը, մեծ պապը նույն համալսարանում սովորացել են։ Եվ ըստ Լերմոնտովի թորը լինում է ինտելիգենտ։ Հաջորդ բառը, որ ես կուզեի խոսի մասին, զարգացած երկիր կամ զարգացած բառն է։ Մի հատ հետաքրքիր բան պատմեմ, առաջի անգամ ինչ Ամերիկայի գնացել, մի օգուտուն էի եւ իրանք ասացին, որ իրանց բարեկամներից մեկը գալիս է շատ զարգացած աղջիկը։ Եվ ես էլ ասում, օքեյ, ես ինքս շատ հետաքրքիր կլի դրա հետ խոսալը։ Ես հարցրեցի, որ քանի հատ լեզու գիտի, ասին տեն չէ, շորերը, իր պայուսակը, կոշիկները, մեքենան շատ զարգացած է։ Այդտեղ էր, որ ես այսինքն ասել հայաստանցի ծվրվեցի, որտեղ այդ զարգացած մարդի հետ ես չեմ կարող խոսալ։ Իսկ եթե խոսում ենք զարգացած երկրների մասին, ըստ ինձ զարգացած երկիր այն երկիրն է, որ արտադրություն ունենա։ Օրինակ, այսօրվա Հայաստանը եւ սովետական միության ժամանակվա Հայաստանի հետ տարբերելուց, այսինքն համեմատելուց, սովետական Հայաստանը 100 անգամ ավելի զարգացած էր այսօրվա Հայաստանից։ Այն ժամանակ գոյությունն էր արտադրություն, չնայած այդ արտադրությունը որակը ցած էր, բայց արտադրություն էր։ Ուրեմն ասել զարգացած կամ չզարգացած երկրների մասին, հաջորդ բառը դա դավաճան բառն է։ Անց անգամ մի կարճ անդրադարձա այս բառին, այս բառը շատ
ամենաբացասական բառն է, ես ընդհանրապես այս բառը չեմ օգտվում, այսօր բացատրելու համար եմ օգտվում, այսինքն այս բառը ասում, որովհետև նույնիսկ ես կասկածում եմ, որ այս բառը նույնիսկ ազդում է ուղեղի լոգիկայի կենտրոնների բջիջի վրա, դրանց ոչնչացնում է։ Անցած անգամներ, երբ որ խոսում եմ Պարսկաստանի հեղափոխությունից կամ Հայաստանի պատմությունից, հաճախ ես օգտվեցի դավաճան բառը։ Ուրեմն Պարսկաստան այդ ամեն 30 տարին մի հատ շարժում, մի հատ հեղափոխություն է եղել, բայց Պարսկաստանի դոփում էր տեղը միակ պատճառն է դա, որ ամեն անգամ, ամեն շարժումի, այսինքն չհաղթելու համար իրանք մի հատ դավաճան են գտնում։ Դավաճան որ գտնում ես, արդեն հարցը լուծված է։ Կարիք չունես անալիզ անես, խոր անալիզ անես, տեսնես ինչա պատահել։ Այսինչը դավաճան է։ Օրինակ Հայաստանի համար, եթե ես ուզենամ օրինակ բերեմ, 44 օրվա պատերազմին արդեն հիմա ժողովուրդն ասում է, որ Նիկոլը դավաճանեց։ Նայեք, մատ պատերազմ եք պարտվել և երկիրն արդեն կանգնած է լինել չլինելու առաջ։ Իսկ մենք անալիզ արել ենք, ինչու պարտվեցինք։ Ռուսներն են մեղավոր, ռուսները դավաճանեցին։ Ընկերներ, դավաճանել բառը, որ օգտվում եք, ուրեմն ամեն անալիզ, ամեն ինչ կանգ է առնում։ Եվ երբեք դուք չեք հասկանա ինչու պարտվեցիք, ինչու 16 թվի քառորյա պատերազմում պարտվեցիք, ինչու 20 թվի 44 օրվա պատերազմում պարտվեցիք, հեսօր էլ դեռ պարզ չի, ինչ-որ կոմիսիա կար, մի հատ իր ժողովներից նայեցի, մի քանի անմեղսունակ, ոչ խելք ունեն, ոչ մեղք նստած են, այդտեղ Նիկոլն էլ իրենց համար Մոլլա Նասրադինի պատմություն է պատմում։ Դա անալիզ չի։ Ուրեմն այս բառը շատ վնասակար բառ է և ես չեմ օգտվից, ես էլ խորհուրդ կտամ, որ չօգտվեք այս բառը։ Իսկ ես մի հատ դարձվածքի մասին էլ ուզում եմ խոսամ, նախքան անցնեմ բառարանը, այսինքն վերջացնեմ։ Եվ դա մի հատ դարձվածք է, որ պարսիկներն ունեն, հայերն ունեն, Միջին Արևելքի ժողովուրդն ունեն, որ ասում են էշի նման աշխատում է, այսինքն մի հոգի, որ շատ է աշխատում, աշխատասեր է, իրան անվանում են էշ, կամ էշի նման սովորում է, պարսկերեն ասում են խարխուն, այսինքն էշի նման կարդալ։ Կարող է զարմանաք, որ սկանդինավյան լեզուների մեջ կամ անգլոսաքսոն լեզուների մեջ այս դարձվածքը գոյություն չունի։ Եվրոպայի մեջ գոյություն ունի, կարող է պատահի հարավային Իտալիայում, Հունաստանում և բոլոր Միջին Արևելքի երկրներում, և ես վստահ եմ, որ այս դարձվածքը գոյություն ունի նույնիսկ Լաթին Ամերիկայում։ Ինչու եմ ես սենց կարծում, հետագա հաղորդումների մեջ ես սրանց մանրամասը բացատրելու եմ։ Ուրեմն ոչ թե 5-6 հատ բառն է, որ ես ուզեցա բացատրել և իմ տեսակետը կամ իմ կարծիքը, իմ ընկալումը ասել ես բառերի մասին, այս բառերը ինչ-որ մի բան են ներկայացնում, կուլտուրա են ներկայացնում։ Դուք պատկերացրեք, որ մի հոգու հետ ուզում եք խոսակ, անծանոթ մարդ է կամ նույնիսկ ծանոթ մարդ, և արդեն այն բառերը, որ մենք օգտվում ենք, նույն իմաստը չունի իմ մոտ և դիմացինի մոտ։ Ուղղակի մենք կարող ենք հայերեն խոսանք իրար հետ, բայց իրար չհասկանանք, կամ պարսկերեն խոսանք իրար հետ չհասկանանք։ Եվ այս բանը ես ունեցել եմ, տասնյակ տարիներ ես տանջվել եմ, որովհետև ոչ եսի ժողովրդին հասկանում, պարսիկ համայնքին և հայն համայնքին, ոչ վստահ եմ իրանք էլ ինձի չեն հասկանում։ Իսկ մի օր պատահականորեն ես եկա այն եզրակացության, որ ըստ մեր չհասկանալու պատճառն է, որ մեր բառարանները տարբերվում է իրարից։ Այսինքն նույն բառը, որ ես եմ օգտվում, կամ են դիմացինն է օգտվում, իմ մոտ և իրա մոտ նույն իմաստը չունի։ Օրինակի համար ասեմ, մի քանի հատ օրինակ բերեմ։
Օրինակ դեմոկրասի բառը։ Դեմոկրասի բառը հաճախ որ պարսիկների հետ խոսում ենք, իրանց համար դեմոկրասին մենակ քվեարկելն է։ Ուրիշ ոչ չի։ Իսկ իմ մոտ շատ մեծ, այսինքն իմաստ ունի այս բառը։ Այսինքն դեմոկրասին է դա որ հասարակ ժողովուրդը կարողանան իրանց առօրյա կյանքի մեջ ինչ որ կարողանան ազդեն իրանց առօրյա կյանքը։ Ամերիկայել տեսնում եք էլ ամեն 4 տարի մի անգամ ժողովուրդն այդ մենք քվեարկում են, բայց չի տարբերվում։ Ում որ ուզում են ընտրեն նույն պատմությունն է։ Կամ Հնդկաստանում, կամ Պարսկաստանում ընտրություն կա, բայց ոչինչ չի փոխվում։ Ուրեմն դեմոկրասի ու ընտրություն նույն բանը չեն։ Մի հատ այն բառերից որ հետագայում ես 3-4 ծրագիր ունեմ նախապատրաստվել եմ մասին, կուսակցություն բառն է։ Օրինակ Հայաստան 120 հատ կուսակցություն կա։ Խզմալյանն ասում է Հայաստանի եվրոպական կուսակցությունը կամ են Շիրինյանը կուսակցությունը քրիստոնյա դեմոկրատական կուսակցություն։ Ամեն մարդը ինքն է իր զոքանչն է, երկու հոգի ուրիշ կուսակցություն։ Այսինքն հայաստանցոնց համար կուսակցությունը դուքան է։ Իսկ ինձ համար կուսակցությունը քաղաքական ամենաբարձր օրգանն է, որ մարդկությունը մինչև հիմա հասել է իրան։ Ուրեմն հիմա ես ժողովրդին կամ նոր մարդի կամ նոր նույնիսկ հին ընկերներին պատահելու ժամանակ ես առաջ թողնում եմ, այսինքն լսում եմ 5 րոպե, 10 րոպե։ 5 րոպե, 10 րոպե որ լսեք, արդեն դուք հասկանաք, որ իր բառերը որ օգտվում է, այդ իրանց բառարանը, ձեր բառարանի հետ ինչ որտեղ համընկնում է, թե չի համընկնում։ Եթե բառարանը չի համընկնում, ուրեմն ես զիպը քաշում եմ, խելոք նստում եմ, լսում եմ, կամ եթե կարողանամ, ցվրվում եմ տեղից։ Օրինակ հայերին հանդիպելուց, եթե իրանք սկսում են սովետին քֆրտել ու սովետը սենց արավ, նենց արավ, հիմա ռուսներն են սենց անում, նենց անում, այս մարդը ես չեմ կարող խոսալ։ Որտեւ իրանք շատերը չեն հասկանում, իսկ ինչի մասին են խոսում։ Կամ ես իմ սովետական Հայաստանը սովետի ժամանակ իրանց կրթությունը պետք չէր, այսինչը, լավ, այս մարդ եթե չի հասկանում, եթե ես սրա հետ ուզենամ հասկացնեմ, էլ ինքը բան չի հասկանա։ Եվ որովհետև ես Դոն Կիխոտ լինել արդեն 20 տարի է թողել եմ, sense մարդկանց հետ ես արդեն բանավեճի մեջ չեմ մտնում։ Ուրեմն շատ կարևոր է, որ ում հետ որ խոսում եք, ձեր բառարանը եւ իրանց բառարանը իրար հետ ինչ որտեղ համընկնի։ Հեսօր այսքանը հաջողություն ձեզ։